Իգական դպրոցը անբարոյականացնող դպրոց է, որտեղ աղջիկը չի կարող բաց երեսով գնալ դասի, որտեղ դասավանդում են տղամարդիկ։ Այսպես էին արտահայտվում որոշ հոգևորականներ Թավրիզում, երբ Ռաֆին որոշել էր աղջիկների դպրոց հիմնել։ Հոգևորականները շրջում էին այն տներով, որտեղ որ աղջիկներ էին բնակվում եւ ծնողներին համոզում էին, որպեսզի վերջիններս իրենց աղջիկներին չուղարկեն դպրոց։ Հայտնի է, որ Ռաֆին դեմ էր այն մեթոդին, որը կիրառվում էր Թավրիզի դպրոցներում։ Դածեցներ, ջարդներ, բղավոցներ եւ հաճախ աշակերտները անգիր էին անում մատուցվող նյութը։ Ռաֆին անգամ կաթողիկոսին նամակ գրեց գումար խնդրելով, որպեսզի լաբորատորիաներ բացվեն եւ բնագիտական առարկաները զարգանան։ Սակայն նամակը այդպես էլ չհասնելով կաթողիկոսին մերժվեց։ Հայտնի է, որ աշակերտները եւ նրանց ծնողները չափազանց շատ էին սիրում Ռաֆուն, բայց կային նաեւ չսիրողներ, որոնք էլ պատվիրեցին Ռաֆու մահը։ Մարդասպանը ներս է խուժում այն ժամանակ, երբ տեսնում է, որ Ռաֆին ընթերցանության մեջ է ընկղմված։ Նա Ռաֆուն առաջարկում է երկրից հեռանալ, սակայն վերջինս որոշում է մնալ եւ պայքարել մինչեւ վերջ։ Եվ քանի որ սպանությունը չի իրականացվում, դասի ժամանակ 10-ից 12 հոգի ավազակ ներս են խուժում դասարան եւ ծեծում են Ռաֆուն։ Այդ դեպքից հետո նա հեռանում է իր սիրելի Թիֆլիս։ Ահա այսպիսի լուսավորչական պայքար է մղել մեր սիրելի Ռաֆին։ Իսկ այսօր, երբ որ մենք ապրում ենք գիտելիքի հարուստ ժամանակաշրջանում, արդյոք կրթվում կամ ինքնակրթվում ենք, չգիտեմ։ Շնորհակալ եմ, որ հետևում ու տարածում եք Անիաս էջի տեսանյութերը։